Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Փոխարկելի պարտատոմսեր թողարկելն անտրակույց լավ գաղափար է։ Գոնե ինչ-որ մի կերպ մեր ֆինանսական շուկան կակտիվանա, որովհետև կառավարությունը ամեն վարկ վերցնելուց ասում է ֆինանսական շուկան ենք զարգացնում, բայց որ բանկերի պորտֆելը նայում ես, սպառողական վարկեր են, որոնք մի օր պայթելու են, այսինքն արդեն սկսել են պայթել եւ հիպոթեկային վարկեր են, որոնք շատ մեծ ռիսկերով են հղի։ Բայց հարցս ուրիշ է, շարունակելով նախորդ իմ ելույթի տրամաբանությունը դրական դիսկրիմինացիայի մասին։ Այո, տեղական արտադրողին պետք է խթանել, պետական գնումների մակարդակով առնվազն, պետական դոտացիաների մակարդակով, կրկնում եմ, առողջի համաշխարհային կազմակերպությունը լրիվ այլ կարգավորումներ ունի։ Մյուս խնդիրը դրական դիսկրիմինացիայի մասին դա փոքր եւ միջին ձեռնարկությունների խթանում։ Կառավարության ամբողջ քաղաքականությունը, թե հարկային եւ թե կարգավորող միտված են փոքերին ճնշելու եւ մեծերին բիզնես տալու։ Նայեք մանրածախ բնագավառում, մանրածախ հատվածը, նայեք մասնագիտական ծառայությունների հատվածը, ֆինանսական հատվածը։ Եվ ստեղ ես ինչ եմ ուզում, սա կապեմ, նաեւ սպառողների պաշտպանության մեծ էլեմենտ կա, որովհետեւ սպառողի ուժը համեմատած խոշոր շնաձկան հետ եւ սպառողի ուժը համեմատած փոքր եւ միջին ձեռնարկության շատ տարբեր է։ Ես չեմ խոսում արդեն սոցիալական բաղադրիչի մասին, չեմ խոսում արդեն տնտեսության դիմակայության բարձրացման մասին, չեմ խոսում սիստեմիկ ռիսկի մասին, այսինքն սա ասել, որ չէ, չպետք է լինի, կան ինչ-որ սահմանափակումներ, տենց չի։ Եվ մեկրորդ տնտեսության արդյունավետության բարձրացման մասին, շատ լավ հասկանում եք պատճառը ինչ է։ Պատճառը ռեէքսպորտն է։ 4 միլիարդ 100 միլիոնի ոսկի է կարտա անել, 1 միլիարդի ներմուծում է եղել, 3 միլիարդը որտեղից ծնվեց, իբրև թե Հայաստանում դա արտադրվել է։ Ավարտեք խնդրեմ։ Հիմա մի րոպե ընդհանուր։ Հիմա դա էլ որ հաշվի առնենք այն որ դոլարը արժե զրկվել է, ինչ է նշանակում 1000 դրամի ժամանակ ընդհանրեն $2.5 դոլարը, հիմա ամառը $3 դոլար է։ Դա էլ մի կողմից։